Ես ընդհանրապես ընտրել եմ սխալ շրջապատ։ Խլել ամեն ինչ բան տա։ Մենք ստեղ ծերան մենք չենք մեծանում։ Չեմ համակերպվել նրա հետ, որ ես բանտում եմ նույն ջերմության կարիք ունի ստեղի մարդը։ Այն կարոտը, որ խեղդում է ժողովրդին ստեղի նստած, իրանք արդեն իսկ ֆիտիլը վառած դինամիտ են։ Նոր երբեք երազանք, միտք, նպատակ չի դրել, որ ծնի ու մեծացնի հանցագործ։ Արթուր Ղավալյան Վանաձորի բանտում է հայտնվել սպանության քրեական վարույթի շրջանակում։ 20 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Արդեն 12 տարի է ինչ Վանաձորի բանտում է, դեռ 8 տարի էլ պետք է պատիժ կրի։ Արթուրի խոսքով կյանքը ամեն մեկին ճանապարհ է ցույց տալիս, ու այդ ճանապարհին յուրաքանչյուրը ձեռք է բերում շրջապատ։ Իր բախտը շրջապատի հարցում չբերեց, ու նա հայտնվեց բանտում։ Արթուրը չի ընդունում իր մեղադրանքը, բայց հասկացել է մի բան. բանտը գերեզման է, որտեղ սպասում ես, թե շիրիմիտ ով կայցելի։ Ես դատապարտյալ Արթուր Վանիկի Ղավալյանն եմ, որը պատիժը կրում է Վանաձոր քրեակատարողական հիմնարկում։ Ինչքան ժամանակ է որ այստեղ եք։ 12 տարի։ Իսկ ինչքան դեռ պետք է անցկացնեք։ Դեռ ունեմ 8 տարի պատժի սավարտին։ Իսկ ինչ էիք արել Ղավալյան։ Գիտեք ոնց մարդկանց տալիս է հնարավորություն ընտրել ճանապարհները, այդ ճանապարհներին ձեռք բերել ընկերներ։ Ես ընդհանրապես ընտրել եմ սխալ շրջապատ։ Սպանություններ։ Առավելագույն ծանրը, այո։ Շրջապատն էր մեղավոր, որ դուք հայտնվեցիք այսօր բանտում։ Գիտեք ոնց, ինչ որ չափով շրջապատ, ինչ որ չափով այն, որ մենք մեր ծնողներին չենք լսում, քանի որ մտածում ենք ժամանակից շուտ արդեն հասունացել ենք, մենք ես գիտենք, մենք գիտենք։ Ամեն մեկը իր չափաբաժին սխալ ունի։ Դուք ձեզ մեղավոր համարում եք բաղը։ Ոչ։ Դուք այսինքն մեկ անձի սպանություններ։ Այո։ Դուք այդ սպանության հետ համարում եք, որ կապ չեք ունեցել։ Իհարկե ոչ։ Արդարադատությանը հասնելու ձեր նկատմամբ պատժի մասով քայլեր ձեռնարկեցիք, որ ապացուցեք, որ դուք մեղավոր չեք։ Գիտեք ոնց ասենք, քանի որ ես օրենքին չէի տիրապետում, ոնց միշտ տարվում է, վերցնում են փաստաբան, փաստաբանի միջոցով էի ուզում հասնեմ արդարադատությանը։ Արդյունքում այստեղ եմ 20 տարի դատապարտված։ Քանի տարեկան եք այդ ժամանակ, որ հայտնվեցիք բանտում։ 24-ից չլրացած։ Առաջին մուտքը բանտ, ինչ զգացողություններ դիտակցեցիք, թե ուր եք հայտնվում, ինչ է սպասվում։ Գիտեք ոնց, գիտակցելը չես գիտակցում, քանի որ դեմի ժամանակահատվածը ինչ որ մի հատ շաբաթ ամիսա, 2 ամիսա, հա։ Օտար է այս ամեն ինչը, բայց եւ նաեւ հետաքրքիր, թե ոնց էին այստեղ մարդիկ ապրում։ Ընտանիք ունեիք։ Ոչ, մի հայր, մի մայր ունեմ, ես մինուճար երեխան եմ այդ ընտանիքին։ Բանտը ձեզ ինչ դաս է տվել 12 տարվա մեջ։ Դաս կան հոգեբանական հարցեր, որին որ ես նմանացնում եմ դեր թվաց հարցը, ինչ որ հոգեբանական հարցի, այն որ ասում են բանտը մեզ վրա լավ ազդեցություն է տանում, ասում են դե թող մնա լավ է լինի, ասում են ոչ մի ազդեցություն չի տարել, վատ ազդեցություն, ասում է դեռ չի ուղղվել, հա։ Կան մարդիկ, որոնք որ ընկնելով բանտ, իրանք փոխվում են։ Եվ նաև կան մարդիկ, որ իրանք ոնց ընկել են այս տեղը, հա, դատապարտված, կալանավորված անձինք, իրանք ինչպիսի դուրս եղել են, այդպիսին էլ ներսն են մնալ։ Ու սոր ասենք կողքի նայվածքը, կողքի հայացքը մարդկանց, դա մարդուն արդեն ասում է, իսկ որ օրինակ ինձ, հա, շատ վաղ ասում են, այ Արթուր, սկան վաղ նստած ես, չփոխվեցիր, նույնն ես մնացել։ Այսինքն ես դուրսը ինչպես եղել եմ, այնպեսին էլ ես ներսն եմ, հա, սոր պատժի կրման ընթացքում ես ձեռք եմ բերել շատ ինչ որ կրթական ծրագրեր, մասնագիտական ծրագրեր, ես կարամ դա համարեմ լավ, ձեր տված հարցին պատասխանեմ, որ լավ բան ա տվել, հա, ինձ բան տա։
ամեն ինչ։ Խլելը ամեն ինչ բան տա։ Մարդը դեպի իր ապագան, երբ որ ճանապարհը կորցնում է, ինչեր է ճանապարհի, ուրիշ ճանապարհին իրան, գիտեք, ոնց հանդիպի, այն համն ու հոտը ու երանգները չունենում։ Մենք զարգացման process-ին չենք տիրանում, չենք լինում այդ process-ի մասնակից, ոնց է աշխարհը կայանում, մենք ստեղ ծերանում ենք, չենք մեծանում։ Խլելա կյանք մեզանից։ Հա, ճիշտ է, էս էլ է կյանք, էս էլ է, գիտեք, ոնց Աստծու տված առավոտ զարթնելը։ Արթնացար, Աստված կամացավ դա, բայց մեզանից խլելա այն ինչ որ պատերից դուրս է ու մարդիկ ստեղ ճաղավանդակած երկնքի տակ 4 պատի մեջ ճաղավանդակ լուսամուտների մեջ միայն երազում են, երազանքներով են ապրում ու այդ երազանքները այնքան ուժեղ չեն, որ կարողանան անցնել այդ պատերը խորտակում են այդ երազանքները։ Այն ձևի բանը, գիտեք, որ համեմատած կարելի է համեմատաբար ասել, որ սա նույն գերեզմանոցն է, ուղղակի ստեղան կա ելք ու մենք ստեղ տենում ենք, ով է մեր գերեզմանակարի մոտ գալի գնում, ով է հարգում մեր շիրիմը, ով է խոնարհվում մեզ համար ու աղոթում։ Իմ երազանքը կարող է կես ժամ հետո փոխվի, քանի որ ես չգիտեմ կես ժամ հետո իմ կյանքը ինչ ընթացք կվեր ունի, ուր կընկնեմ, ինչի կռաստվեմ, կարող է ես մի հատ ուրախալի լուր լսեմ, կարող է մի հատ վատ բան լսեմ, հա։ Դրա համար ես երազանքով չեմ ապրում։ Ես երազում եմ, օրինակ, այսօր էգուց լույսը բացվելու հետ միասին գան ասեն, գիտեք ինչ, համաներում ալիլ եղել, հա, սաղատուն եք գնում, բայց լույսը բացվելու հետ միասին երեկվա երազանքս չի իրականանում, դրա համար արթնացար այսօր, քո առօրյան գծած է, արդեն իսկ գծած է, ապրիր առօրյայով, թե ինչ կփոխվի, աշխատի լինել առօրյայի հետ փոխված, բայց դեպի լավը։ Կարող է գիտեք, ոնց ասենք, ինչ որ մեկն էլ թարս ոտի արթնանում, դա չի նշանակում, որ պետք է ես էլ իր հետ զուգահեռ իր տրամադրությունը փչացնեմ, իմ աուրան տամ իրան։ Դրա համար երազանք ինչ է նշանակում, օրինակ մեր լուսամուտից նայելով բանտի դիմացի սարի դոշին կա Աստծու տնա, կամակատարը, հա, կամ այո, կամ կատարող, այդ անվան տակա չէ գալի կամակատար, ու ասենք մենք սաղս դեպի Աստծու տնակ նայելով կամ կատարող կամակատար, ասում ենք, այս ինչ բան է իրականում, հա, բայց անքայն ուշ է իրականում, որ մենք մոռացած ենք լինում, որ մենք տենց երազանք ունեցել ենք։ Իմ խնդրանքը ամենօրյա է ու լինում է ամեն օր, միայն իմ խնդրանքը, ասենք գիտեք, ոնց իմ առաջ խնդրանքը, որ առողջությունը չլքի իմ ծնողներին։ Միայն այդ եմ ես խնդրում, մնացած ամեն ինչով ես տեղ ապահովված եմ, հա։ Կան մարդիկ 3 տարի են դատապարտված, 5, 10, 15, 20, ու ինձանից բարձր, հա, մարդիկ կան, որ չգիտեն այդ օրը երբ է գալու, ինձ օր է նշած, որ այդ օրը դու կվերադառնաս քո ծնողներին։ Դա որ օրն է։ 34 թիվ, շաբաթ թե գիրակի չգիտեմ։ Փորձում եմ չհաշվել, որ օրը չթթվի վրից, ընթացք վեկալված առաջանա, անցնի, հա, ճիշտ անցնում է մեր կյանքից, բայց անցնում է, կարճացնում այն հեռավորությունը, որը որ մենք ուզում ենք ավելի արագ կարճանա, որպեսզի հասնենք մեր ծնողներին։ Ես որ ամուր եմ, հա, կնիկ երեխա չունեմ, իմ երազանքը, իմ նպատակը հասնել իմ ծնողներին, բայց կան մարդիկ, որոնք ունեն 4 երեխա, իրանց երազանքներն ու նպատակները ուրիշ են, հա, համեմատաբար իմին ուրիշ են, բայց նույն ջերմության կարիք ունի ստեղի մարդը։ Գալիս են ձեր ծնողներից տեսակ։ Այո, հնարավորինս չափով գալիս են, իրանք գտնվում են նոտարի երկրում, երկար տարիներ ընդեղ են, իրանց առողջական խնդիրներից ելնելով 2-3 տարին մեկ անգամ կարող են գան գնան։
Մեղքի զգացում ունեք, որ իրանց մենակ եք թողել։ Միայն իրանց նկատմամբ։ Բանտը դժոխք չի։ Նայած դու ով ես այս բանտում։ Եթե դու ի նկատի ունեմ ոչ ձեզ, հա, ցանկացած անձին, եթե մարդ եսը կորցրած է լինում, ինքը չի ունենում նպատակ, աննպատակ մարդը ոչ մեկի պետք չի, իր համար կարող է եւ նաեւ սա դրախտ լինի, 3 անգամ սնունդ, բաղնիկ, հա, շաբաթական 2 անգամ զբոսահարապարակ, լույս են ապահովում, մադյալներ են տալի, պրոստին են տալի, դրախտ, բայց այն մարդը, որ ունի նպատակ ու ես ունի իր մեջ, հա, նրա համար եւ կարող է դժոխտային ինչ-որ մի հատ մասնիկ լինի, քանի որ օրինակ ես մինչև հիմա չեմ համակերպվել նրա հետ, որ ես բանտում եմ, ես չեմ ընտելացել նրա հետ, որ ես բանտում եմ։ 12 տարվա։ Այո, ես չեմ ընտելանում դրան, քանի որ նայելով լուսամուտից տենում ես աշխարհի զարգացությունը, շփվելով ծնողներից հետ, հարցնելով ինչ-որ բարեկամների մասին, ասում են երեխան 10 տարեկան է, բայց երբ որ մենք ընկել ենք ստեղ, ինքն էր երեխա, այդ վաղ, հա, դրա համար ես մինչև 40 րոպե չեմ համակերպվում նրա հետ, չեմ ընտելանում նրա հետ, որ ես բանտում եմ, որ ես ազատազրկված եմ։ Հա, կան մարդ որակներ, որոնց միջոցով դրսի մասին ես իմանում, հա, զարգացման մասին ես իմանում, ինչ-որ դատարաններ, ուսման ծրագրի հետ կապված տեղափոխություններով, այդ ավտոմեքենաների փոքրիկ լուսամուտներով տենում ես, բայց արդյոք դա նա է, ինչ մենք ենք ուզում, ոչ, մենք ուզում ենք անսահման տեսադաշտ, մենք ընկնելով ստեղ, ինչի համար, ես իմ սերն ու հարգանքը, իմ սպասելիքները միայն ծնողներիս է վերաբերում, հա, կողոկշտից ով կմասնակցի մահացած սեղանին, ինքը կորոշի, շատ մարդիկ են ինձ ուշադիր, այնց ոչ մեկ չի հրաժարվել, այստեղ ընկնողից չեն հրաժարվել, ոչ, հակառակ ինչ-որ կողից անձիկել ինձ աջակցեցին, հույս տվեցին, ամուր մնացի, ես պինդ մնացի, կա սենց մի հատ բան, ինչի համար են դրանք անում, քանի որ մարդիկ գիտակցում են, որ մեր ծնողները ու ցանկացած դատապարտյալ ծնողը երբեք երազանք, միտք, նպատակ չի դրել, որ ծնի ու մեծացնի հանցագործ։ Դա ցանկացածի հետ կարա պատահի, ոչ մեկի համար այս դռները փակ չի։ Միայն մի կոմանի բացա, կա սենց մի հատ պատմություն, կինն ու ամուսինը այգով զբոսնելուց մի հատ անդաստիրակ, անցնելուց շոշափում ակնոջ հետույքը այդ մարդի, զայրուկ, զվարճանք, ամուսինը հանում է մի հատ ինքարդարդրամ, դնում է լկտի ձեռքը, ասում քեզ բարի ճանապարհ։ Կինը նեղանում, ասում է քեզանից ինչ տղամարդ, քան տարիներ դու են կողքին ես, ես չէի հասկացել, որ քո մեջ տղամարդ չկա, ասում է ինքը իրանը կգտնի։ Անցնելով մի քանի քայլ, անցնում է գեներալ, անց երկնոջ հետ նույն պահվածքը, գեներալը հանում է իր ատարճանակը ու կրակում է առարկանողին, կրակում սպանում։ Այդ վաղտ մարդը ասում է ինքը կարա դրա տակից դուրս գա, իսկ ես չէի կարալու, մենք չենք կարացել դրա տակից դուրս գանք, ու շատերը չեն կարացել, գիտեք ոնց, հա, ճիշտ եք ասում, են վաղ ծանոթ բարեկամ, այդ վաղ գիտեք, մարդ ցանկացած մենք դաժե ներկայիս պահին ձեր հետ ինչ-որ շահի համար ենք շփվում, ես իմ միտք արտահայտվելու շահ ունեմ, դուք ինձ լսելու արձանագրելու շահ ունեք, հա, այո, կան մարդիկ իրանց համար ընտրում են, քանի որ մենք գտնվում ենք այս համակարգի մեջ, սենց օրինակներ բերեմ, ընտրում են իրանց բարձր աստիճանի ինչ-որ ծանոթ, պատգամավոր, դատախազ, քավոր, հա, իսկ ինչից է գալի շահերից, որ դատախազ քավորի անվան տակ ես կարամ լկտի անամ, ուրիշ ձև ապրեմ, առավելություններ ունենամ, իսկ երբ որ տվյալ անձին հանում ու հեռացնում են գործից,
Ինձ դրանից հետո մի հատ հարց ա հետաքրքրում, սրբությունը վերացավ։ Դուք այն ինչ որ պատմում եք, դուք եք դրա միջով անցել։ Ոչ, ես ուղղակի Երևույթն եք։ երևույթ։ Ճիշտն ասած չէ, չեմ ուզում անդրադառնամ։ Սպանությանը դուք ասում եք, որ դուք կապ չունեք։ Ոչ, Անկամ դատարանում եք դա ասել։ այո, անգամ դատարանում։ Գեներալ, լավ խավոր, դուք կլինեք։ Ինչ որ մեկը պետքա նստեր, թե չէ։ Մենակ դուք եք այդ արարքի համար նստել։ Այո, Ոչ մեկ։ ոչ մեկ։ Իսկ այն շրջապատը, որ ամենասկզբում պատմեցիք այդ տղաներից ոչ մեկ չկան։ Այո։ Ես չգիտեմ, որ ճիշտն ասեմ, ու գիտեք, ոնց ես չեմ ուզում անդրադառնամ նրան, ինձ հազար անգամ կներեք, ինչի ես 12 տարի շարունակ ուզում եմ կտրվեմ։ Բայց դուք մարդ չեք սպանել։ Ոչ։ Ինչ խորհուրդ կտայիք, ինչ է բանդը, ինչ չպետք է անեն այստեղ գալու համար։ Գիտեք, ես սենց ասեմ, լավ դպրոց կամ ուսուցիչ ասողին լսող է պետք, բայց 12 տարվա հոգեբան եմ ես։ Այսինքն մեր ամեն օրվա արթնացածն ու 24 ժամը, որ մեր կյանքից անցնում է այն առօրյայում, որտեղ մարդիկ շնացած ու կատաղած են, անկախ ամեն ինչից։ Այն կարոտը, որ խեղդում է ժողովրդին ստեղի նստած, հա, իրանք արդեն իսկ ֆիտիլը վառած դինամիտ են։ Ոնց որ ասենք, կրակը վառելս լինի ու բենզինը կողքին։ Մենք պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ մենք չպետք է ազդեցություն տանենք ինչ որ մեր վատ տրամադրությունով մյուսի վրա ու փորձենք մյուսին մենք ձեռք մեկնենք ու դնենք իրացարված խաչի տակ։ Իսկ ինչ ես կասեի այն մարդկանց, որ հասակում են ինձանից երիտասարդ ու մեծ, գիտեք ինչ, ամեն մեկը ունի իր կյանքի ճանապարհը։ Ամեն մեկը ունի իր կյանքի ճանապարհը։ Ես անդրադառնում նրան, որ ոչ մի ծնող չի երազում ծնի ու մեծացնի հանցագործ կամ հանցագործության հատկանիշ դարձած անձ։ Դուք այստեղ ինչով եք զբաղված։ Մենք այստեղ զբաղված ենք, քանի որ հատկացրել է ՊՈՒԱԿ համակարգը, ուսումնական ծրագիր, սվարշիկության զոդման, որ հնարավորություն է տվել ես իմ վրա ասեմ, թե ով ոնց կընդունի, հնարավորություն է տվել ինձ տեղ ձեռք բերել մասնագիտություն, ազատվելուց հետո չմտածել, թե որտեղ գողանամ մի կտոր ինչ-որ բան, վաճառի, որ վաստակի հաց։ Լավ ուստեն մինչև ճաշը սոված մնում, որ մեզ տալիս են այդ հնարավորությունը մասնագիտություն ձեռք բերել, լավ մասնագիտություն, որը որ մեզ հասել է ձրի։